Դերեկ Պրինսի ծառայությունը ներկայացնում է Ակնարկներ ապագայի մասին Դերեկ Պրինս Մաս առաջին Այս երեկոյի մեր հռչակումը վերցված է առաջին Թեսաղոնիկեցիներին 5-րդ գլխի 23-ից 24 համարներից Ինչպես ես արդեն նշել էի, երբ Աստվածաշունչն ասում է ձեզ, մենք ասում ենք մեզ, որպեսզի այն անձնական դարձնենք։ Հիմա եկեք դա միասին ասենք։ Եվ ինքը խաղաղության Աստվածը մեզ ամբողջովին թող մաքրի, ու մեր ամբողջ հոգին, շունչը եւ մարմինը անարատ պահվեն մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։ Հավատարիմ է նա, ով կանչեց մեզ, եւ որը դեռ կանի։ Ես ընտրեցի այս խոսքը, որովհետև հավատում եմ, որ այն շատ համապատասխան է մեր թեմային։ Այս երեկոյի իմ խոսքի վերնագիրն է եւ Աստված կամենա ինքը շարունակվի նաեւ վաղ առավոտյան, այսինքն 2 հանդիպումների ընթացքում։ Իսրայել, ակնարկներ ապագայի մասին։ Նախորդ խոսքում ես ներկայացրեցի մի շարք մարգարեություններ, որոնք արդեն կատարվել են Իսրայելի պատմության մեջ։ Ես նշեցի նաև 3 հիմնական թեմաներ, որոնք դեռ պետք է կատարվեն։ Այս երեկո ես համարձակորեն հավատքով ուզում եմ ներկայացնել այն, ինչ ես անվանում եմ ապագայի ակնարկներ։ Այլ կերպ ասած, Աստվածաշնչում Իսրայելի վերաբերյալ տրված մարգարեական խոսքեր, որոնք դեռ չեն կատարվել։ Եվ ես փորձելու եմ ցույց տալ, թե ինչպես կարող են դրանք կատարվել։ Սկզբում ուզում եմ ընդգծել, որ նոր կտակարանը մեծ կարևորություն է տալիս աստվածաշնչյան մարգարեություններին ուշադրություն դարձնելուն։ Ես այսօր խոսում եմ Աստվածաշնչում գրի առնված մարգարեությունների մասին։ Ես հավատում եմ նաև մարգարեության շնորհին, բայց դրա մասին չէ, որ խոսում եմ։ Մարդու կողմից հնչեցրած մարգարեությունները պետք է քննվեն, իսկ Աստվածաշունչն արդեն ամբողջովին մաքրված է եւ դա է այն չափանիշը, որով մենք դատում ենք ամեն բան։ Եկեք բացենք 2 Պետրոս առաջին գլխի 19-րդ խոսքը։ Պետրոսի թեման Տեր Հիսուսի գալուստն է զորությամբ եւ փառքով։ Նախորդ համարներում նա ասում է, որ ինքը եւ մյուս 2 առաքյալները եղել են ականատեսները Հիսուսի փառավորված կերպարին պայծառակերպության լեռան վրա։ Նրանք տեսան նրան այնպես, ինչպես նա կլինի իր գալստյան ժամանակ, բայց հետո Պետրոսը ցույց է տալիս, որ նույնիսկ ականատեսների վկայությունը որքան էլ կարևոր լինի, երկրորդական է գրավոր մարգարեությունների համեմատ։ Նա խոսում է մարգարեական խոսքի մասին, այսինքն Աստվածաշնչի զորավոր մարգարեությունների, եւ նա ասում է 2 Պետրոս առաջին գլխի 19-րդ խոսքում. Եվ մարգարեական ավելի հաստատուն խոսքն ունենք, որին եթե անսակ լավ կանեք, ինչպես մի ճրակ, որ մութ տեղում լույս է տալիս, մինչև որ օրը լուսանա, եւ առավոտյան աստղը ծագի ձեր սրտերում։ Այսինքն Պետրոսը խոսելով Հիսուսի փառքի մասին, իր անձնական վկայության մասին, ասում է, որ կա ավելի վստահելի եւ ավելի հեղինակավոր աղբյուր՝ մարգարեական խոսքը։ Եվ նա ասում է հավատացյալներին՝ դուք լավ կանեք, եթե ուշադրություն դարձնեք մարգարեական խոսքին։ Դուք պետք է ուսումնասիրեք, թե մարգարեական գրքերը ինչ են ասում այս ժամանակների մասին, որոնք տանում են դեպի Հիսուսի գալուստը։ Հետո Պետրոսն ասում է, որ դա լույս է մութ տեղում։ Սա շատ կարևոր է, որովհետև մենք ապրում ենք խավար աշխարհում։ Աշխարհն ավելի ու ավելի է խավարում։ Այն իրական լույս չունի մեզ տալու։ Բայց Պետրոսն ասում է, Աստված խավարի մեջ լույս է տվել, եւ այդ լույսը մարգարեական գրություններն են։
Եվ նա ասում է, որ պետք է ուշադրություն դարձնենք նրանց։ Եթե մենք ուշադրություն չդարձնենք Աստվածաշնչի մարգարեություններին, մենք մեզ զրկում ենք այն լույսից, որն Աստված տվել է մեզ, և կլինենք խավարի մեջ։ Ցավով պետք է ասեմ, որ եկեղեցու մեծ մասը գտնվում է խավարի մեջ, որովհետև նրանք չեն ճանաչում և չեն ուսումնասիրում մարգարեական խոսքը։ Բայց դա դատավճիռ չէ, դա կարելի է փոխել։ Հետո Պետրոսը մի գեղեցիկ պատկեր է օգտագործում։ Նա ասում է, որ պետք է ուշադրություն դարձնել, մինչև որ առավոտյան աստղը ծագի ձեր սրտերում։ Նա այստեղ չի խոսում Հիսուսի գալստյան մասին, այլ մի բանի մասին, որը տեղի է ունենում մեր ներսում։ Այս պատկերն ինձ շատ կենդանի է թվում, որովհետև մի ժամանակ ես 1 տարուց ավելի ապրել եմ Եգիպտոսի և Լիբիայի անապատներում։ Մենք գրեթե ոչ մի ապաստան չունեինք և հաճախ պարզապես ավազի վրա էինք քնում։ Այդ պայմաններում մենք քնում էինք արևի հետ և արտանում արևի հետ։ Եվ տարվա որոշ ժամանակներում ես նկատեցի մի հետաքրքիր բան։ Արշալույսից անմիջապես առաջ ամբողջ արևելյան հորիզոնը սկսում էր լուսավորվել։ Կարծես արևն էր ծագում, բայց իրականում դա արևը չէր։ Դա այն էր, ինչ Պետրոսն անվանում է առավոտյան աստղ։ Աստղագետների լեզվով դա Վեներա մոլորակն է։ Այն աստղ չէ, մոլորակ է։ Երբ այն բարձրանում է հորիզոնից, այնքան պայծառ է, որ մի պահ թվում է արևն է։ Բայց երբ առավոտյան աստղը հայտնվում է, մի բան հաստատ գիտես, հաջորդիվ արևն է ծագելու։ Պետրոսն ասում է, որ մարգարեական խոսքը մեր սրտերում նույն ազդեցությունն ունի։ Երբ մենք ուշադրություն ենք դարձնում մարգարեություններին, մեր սրտերում բարձրանում է այդ առավոտյան աստղը, որը մեզ տալիս է լիակատար վստահություն, որ իսկական արեգակը Հիսուս Քրիստոսը շուտով պիտի հայտնվի փառքով։ Այսպիսով Պետրոս առաքյալը մեզ տալիս է հզոր վկայություն մարգարեությունների կարևորության և դրանց վրա ուշադրություն դարձնելու հրատապ անհրաժեշտության մասին։ Բայց այստեղ կա մի խնդիր։ Քրիստոսի մարմինն այս հարցում բաժանված է երկու անհավասար մասերի։ Մի փոքր խումբ կա, որոնք մարգարեություններով չափազանց տարված են։ Նրանք միշտ ասում են, թե հաջորդը ինչ է լինելու։ Սովորաբար նրանք սխալվում են և դրանով վարկաբեկում են մարգարեությունները։ Եվ հետո կա մեծ մասը, որոնք գրեթե ոչինչ չգիտեն մարգարեությունների մասին, նրանք նույնիսկ առանց հասկանալու ապրում են խավարի մեջ այն ժամանակ, երբ լույսը հասանելի է։ Սա ազդում է մեր կյանքի վրա։ Եթե մենք ուզում ենք հաջողակ լինել Աստծո ծրագրում, մենք պետք է ապրենք նրա ծրագրի համաձայն։ Սա ազդում է նաև մեր աղոթքի վրա։ Շատ հաճախ քրիստոնյաներն աղոթում են բաների համար, որոնք հակասում են Աստծո հայտնված ծրագրին։ Կարող ես որքան ուզես աղոթել, բայց եթե դա հակասում է Աստծո ծրագրին, այդ աղոթքը չի պատասխանվի։ Ես լսել եմ Աստծո մի ծառայողի, ով ասաց, եթե մենք բոլորս բավական աղոթենք, գուցե Արմագեդոնը տեղի չունենա։ Դա պարզապես անհեթեթություն է։ Աստվածաշունչն ասում է, որ Արմագեդոնը տեղի կունենա։ Ոչ մի աղոթք դա չի փոխի։ Մենք պետք է սովորենք աղոթել Աստծո հայտնված ծրագրի սահմանների մեջ։ Մարգարեության հիմնական նպատակներից մեկը հենց դա է։ Բայց մարգարեությունները հասկանալու հարցում կա նաև մեկ հիմնական խնդիր։ Դրա հիմքը Երկրորդ Օրինաց 29-րդ գլխի 29 համարն է, որտեղ Մովսեսն Իսրայելին հետևյալն է ասում։ Երկրորդ Օրինաց 29:29 Ծածուկ բաները մեր Տեր Աստծո համար են, իսկ հայտնի բաները մեզ և մեր որդիների համար հավիտյան, որպեսզի կատարենք այս օրենքի բոլոր խոսքերը։
Այսինքն Աստծո խոսքում երկու տեսակ բան կա ըստ Մովսեսի. ծածուկ բաներ, որոնք միայն Աստված գիտի, եւ հայտնված բաներ, որոնք մեզ են տրված, որպեսզի դրանցով ապրենք։ Ոչ թե պարզապես վարդապետենք դրանցով, ոչ թե որ մարդկանց վրա տպավորություն թողնենք, թե որքան խելացի ենք, քանի որ գիտենք գալիքը, բայց որ մեր կյանքը համապատասխանեցնենք այդ խոսքերին։ Խնդիրն այն է, որ մարգարեությունների շատ մեկնաբաններ զբաղվում են ծածուկ բաներով, բայց անտեսում են հայտնված բաները։ Օրինակ, երբ ես մարգարեությունների մասին խոսում եմ, միշտ մեկը մոտենում է եւ հարցնում. սկզբում, մեջտեղում, թե հետո։ Գիտեք, թե դա ինչ է։ Այսինքն հափշտակությունը տեղի կունենա նեղության սկզբում, մեջտեղում, թե վերջում։ Ես միշտ ասում եմ, չգիտեմ։ Կարծում եմ դա այն բաներից է, որ Աստված չի հայտնել ամբողջությամբ, նա ռազմավար է եւ չի բացահայտում իր պատերազմի ծրագիրն իր թշնամիներին, բայց հաճախ այդ մարդիկ չեն անում այն, ինչ արդեն պարզորեն հայտնված է։ Օրինակ, մի շատ հստակ հայտնված համար կա Մատթեոսի ավետարանի 24-րդ գլխի 14-րդ խոսքում։ Եվ արքայության այս ավետարանը քարոզվելու է ամբողջ աշխարհում որպես վկայություն բոլոր հեթանոսներին եւ այդ ժամանակ գալու է վերջը։ Առաքյալները հարցրեցին, թե ո՞րն է լինելու Հիսուսի գալստյան եւ աշխարհի վերջին նշանը։ Հիսուսը մի քանի նշաններ փոխանցեց եւ հետո նրանց տվեց նշանը։ Մատթեոսի 24-րդ գլխի 14-րդ խոսքում։ Եվ արքայության այս ավետարանը քարոզվելու է ամբողջ աշխարհով որպես վկայություն բոլոր հեթանոսներին եւ այդ ժամանակ գալու է վերջը։ Սա վերջնական եւ վճռական նշանն է աշխարհի վերջի։ Սակայն խնդիրն այն է, որ շատերը, ովքեր մարգարեություններով են զբաղված, ոչինչ չեն անում ավետարանն աշխարհին հասցնելու համար։ Իսկ Աստված հասկացնում է մի սկզբունք, եթե դու հնազանդվում ես այն բանին, որն արդեն գիտես, Աստված քեզ ավելի շատը կհայտնի։ Եթե չես հնազանդվում, նա քեզ ավելին չի տա։ Այնպես որ Աստծո խոսքի հասկացողության ստացման պայմաններից մեկն այն է, որ դու հնազանդվես այն բանին, ինչն արդեն գիտես։ Եթե դու հնազանդվես քո իմացածին, Աստված քեզ ավելին կտա, սակայն եթե չհնազանդվես, նա քեզ ոչինչ չի տա։ Հավատում եմ, որ մարգարեությունները հասկանալու բանալին հնազանդությունն է հայտնված ճշմարտություններին։ Ռութի եւ ինձ համար, ինչպես արդեն ասվեց, դա արքայության ավետարանի հռչակումն է բոլոր ազգերին, եւ Աստծո շնորհով մենք դա անում ենք առնվազն 120 ազգերի մեջ։ Եվ մենք դա անում ենք մեդիայի տարբեր միջոցներով։ Ես չեմ ասում դա պարծենալու համար եւ ոչ էլ գովազդում եմ մեր ծառայությունը, բայց ասում եմ, որ մենք մի գործ ենք անում, իսկ դուք ինչ եք անում։ Որքանով եք ներգրավված բոլոր ազգերին ավետարանի տարածման գործում, ինչպես արդեն նախկինում նշեցի, Պողոսն ասաց Հռոմեացիների 11:25-ում, որ Իսրայելի մեկ մասի վրա եկած կուրությունը կշարունակվի մինչև բոլոր հեթանոսների մտնելը։ Եթե ցանկանում եք, որ ամբողջ Իսրայելը փրկվի, ապա զբաղվեք հեթանոսների փրկությամբ, որովհետև ամբողջ Իսրայելը չի փրկվի մինչև սա չլինի։ Իմ ասածն այն է, որ Աստվածաշունչը կարևորում է հայտնված ճշմարտություններին մեր հնազանդությունը։ Եկեք չանհանգստանանք այն բաներով, որոնք չենք հասկանում, եկեք չփորձենք Աստծոց գաղտնիքներ կորզել, բայց եկեք գործենք ըստ մեր իմացածի։ Եվ եթե դա անենք, իմ փորձառությունը հուշում է, որ Աստված կավելացնի մեր հասկացողությունը։ Բայց եթե չեք հնազանդվում այն ամենին, ինչ արդեն գիտեք, մի սպասեք, որ Աստված ձեզ հետագա հասկացողություն կտա։ Նա դա չի անի։ Հիմա, այն թեման, որի մասին Պետրոսը խոսում էր, այն համարում, որ մենք կարդացինք 2-րդ Պետրոսից, Տեր Հիսուսի գալուստն էր։ Ես ուզում եմ մեկ դիտարկում անել այն հունարեն բառի վերաբերյալ, որն օգտագործվում է Նոր Կտակարանում Տեր Հիսուսի գալստյան համար։ Ես հունարեն եմ սովորել 10 տարեկանից եւ մի ժամանակ նույնիսկ որակավորված էի համալսարանական մակարդակով այն դասավանդելու համար։ Դա չի նշանակում, որ ես միշտ ճիշտ եմ, բայց նշանակում է, որ ես իրավունք ունեմ իմ կարծիքն ունենալու։
Այսպիսով թույլ տվեք ձեզ տալ այս պարզ բացատրությունն այն հունարեն բառի մասին, որը սովորաբար թարգմանվում է որպես Տեր Հիսուսի գալուստ։ Այդ հունարեն բառը պարոուսյան է, եւ այն առաջացել է պարի մի բայից, որը նշանակում է ներկա լինել։ Այդ բառի բառացի իմաստը Հիսուսի ներկայությունն է։ Բայց եթե Հիսուսը բացակայել է, ապա նա չի կարող ներկա լինել մինչև որ վերադառնա, հասկանում եք։ Այսպիսով ներկայություն բառի օգտագործումը ենթադրում է Հիսուսի վերադարձը, բայց այն շատ ավելին է ենթադրում։ Այն չի վերաբերում միայն այն իրադարձությանը, որ նա փաստացի վերադառնում է, այլ վերաբերում է նաև այն իրավիճակին, որը գոյություն կունենա, երբ նա վերադառնա։ Թույլ տվեք մի քանի օրինակ բերել։ Նոր Կտակարանում այդ բառը 17 անգամ օգտագործվում է Հիսուս Քրիստոսի վերադարձի համար։ Բայց առաջին Կորինթացիներին 16:17-ում այն օգտագործվում է Ստեփանաս անունով մի մարդու համար, որը Պողոսի աշակերտներից մեկն էր։ Երբ նա եկավ այնտեղ, որտեղ Պողոսն էր, Պողոսն ասում է. «Ես ուրախ եմ Ստեփանասի գալստյան համար»։ Ինչպես եկավ նա։ Կամ ինչպես նրա գալուստը դարձավ իրականություն։ Որովհետև նա վերադարձավ այնտեղ, որտեղ Պողոսն էր, բայց իրականում այնտեղ ասվում է. «Ես ուրախ եմ Ստեփանասի ներկայության համար»։ Այսինքն խոսքը միայն Ստեփանասի վերադարձի մեկ իրադարձության մասին չէ, այլ այդ իրադարձության եւ դրանից բխող հետևանքների։ Նույն արտահայտությունը օգտագործվում է 2 Կորինթացիների 7-րդ գլխի 6-րդ խոսքում Տիտոսի համար։ Պողոսն ասում է Տիտոսը եկել է եւ նա այստեղ է։ Օգտագործված բառը պարոուսյան է։ Ֆիլիպեցիների առաջին գլխի 26-րդ խոսքում Պողոսը բանտից գրում է ֆիլիպեցիներին եւ ասում է. «Ես հավատում եմ, որ դուք պիտի ուրախանաք ինձ համար, երբ ես գամ ձեզ մոտ»։ Բայց հունարեն բառը այստեղ իմ ներկայության ժամանակ է, այսինքն իմ ներկայությունը կրկին ձեզ հետ պիտի լինի։ Հետաքրքիր է նաև, որ 2 Թեսաղոնիկեցիներին 2-րդ գլխի 9-րդ խոսքում այդ բառը օգտագործվում է հակաքրիստոսի համար, հակաքրիստոսի գալուստը, այսինքն ոչ միայն Հիսուսն ունի պարոուսիա, այլ հակաքրիստոսն էլ ունի իրեն նախորդող պարոուսիան։ Բայց ամեն դեպքում դա միայն մեկ առանձին դեպք չէ, այլ այդ դեպքը եւ դրանից բխող իրադրությունը։ Հուսով եմ ես դա կարողացա բացատրել ձեզ։ Թույլ տվեք եւս մի օրինակ բերել։ Այդ բայը օգտագործվում է Հովհաննեսի 11-րդ գլխի 28-րդ խոսքում Ղազարոսի գերեզմանի մոտ։ Երբ Հիսուսը վերադարձել էր, Ղազարոսը մեռած էր եւ գերեզմանում էր։ Մարթան գնաց նրան ընդառաջ, իսկ Մարիամը, ինչպես սովորաբար լինում էր, տանը մնաց։ Հետո Մարթան Մարիամին հաղորդագրություն ուղարկեց ասելով. «Վարդապետը եկել է եւ քեզ է կանչում»։ Բայց հունարենում ասվում է վարդապետը ներկա է եւ քեզ է կանչում։ Հուսով եմ ես դա ճիշտ փոխանցեցի, որովհետև դա մեզ հնարավորություն է տալիս Հիսուսի վերադարձի եւ դրա մասին օգտագործվող լեզվի վրա մի փոքր այլ կետ նայել։ Մենք չենք խոսում միայն մեկ դրամատիկ իրադարձության մասին, այլ խոսում ենք այդ իրադարձության եւ բոլոր այն հետևանքների մասին, որոնք դրանից հետո պիտի շարունակվեն, հավանաբար բավական երկար ժամանակ։ Այլ խոսքով ես հավատում եմ, որ տրամաբանական է եւ հնարավոր, որ Տիրոջ գալուստը տարածվի ժամանակի մի չսահմանված շրջանի վրա։ Եվ կարծում եմ, որ դա գրեթե անհրաժեշտ է, որովհետև Տիրոջ գալստյան հետ կապված բոլոր բաները չէին կարող մեկ ակնթարթում տեղի ունենալ։ Լավ։ Այսօր եւ վաղվա հանդիպման ընթացքում Աստծո օգնությամբ ես ձեզ ներկայացնելու եմ այն, ինչ ես անվանում եմ ապագայի 8 ակնարկներ կապված Իսրայելի հետ։ Այսինքն 8 տարբեր սուրբգրային հատվածներ, որոնք կանխատեսում են այն, ինչ տեղի է ունենալու դարաշրջանի վերջում կապված Իսրայելի հետ։ Ես անսխալական չեմ։ Ես ձեզ տալիս եմ իմ անկեղծ հասկացողությունը տարիների ընթերցման, խորելու, աղոթելու եւ Աստծուն որոնելու արդյունքում։
Իրականում ես հավատում եմ, որ Աստված ինձ կանչել է հենց այս ծառայության համար մեկնաբանելու Սուրբ Գիրքը ներկա աշխարհի իրավիճակի և ապագայի լույսի ներքո։ Դա իմ համոզմունքն է, բայց դուք լիովին ազատ եք ինձ հետ չհամաձայնելու և անգամ այդ դեպքում էլ կարող եք երկինք գնալ։ Տարիներ շարունակ իմ նպատակն Աստվածաշունչը կարդալիս եղել է օբյեկտիվ լինելը։ Կարծում եմ դա իմ փիլիսոփայական կրթության ազդեցությունն է, որովհետև փիլիսոփայի մոտեցումը պետք է լինի այսպիսին՝ գտնել փաստերը, վերլուծել դրանք և կազմել եզրակացություններ։ Բայց Աստվածաշնչի նկատմամբ օբյեկտիվ լինելը շատ դժվար է։ Ինչու՞, որովհետև մեզանից շատերը ժառանգել են ավանդական մեկնաբանություններ, որոնք միշտ չէ, որ սուրբգրային են։ Եվ մեզանից շատերը ունեն անձնական նախապաշարումներ և մտածելակերպ, որոնք մեր բնավորության մի մասն են դարձել և կարող են խանգարել ճիշտ մաքուր կերպով ընդունելու այն, ինչ Աստված ասել է։ Թույլ տվեք մի օրինակ բերել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ես 1 տարի շարունակ Եգիպտոսում հիվանդանոցում էի մաշկային հիվանդությամբ, որը բժիշկները չէին կարողանում բուժել։ Այդ ժամանակ մանրամասների մեջ չեմ մտնի, ես ապրում էի խորը դեպրեսիա։ Ես արդեն քրիստոնյա էի, նոր փրկված և Սուրբ Հոգով մկրտված։ Ես անընդհատ ասում էի ինքս ինձ, ես գիտեմ Աստված կբուժեր ինձ, եթե ես հավատք ունենայի։ Հետո ասում էի, բայց ես հավատք չունեմ։ Եվ այդ պահին ես հասել էի հուսահատության խորագույն կետին։ Բայց այդ խավարի մեջ մի փառավոր լույս ծագեց Հռոմեացիներին 10:17-ից։ Այսպիսով հավատքը լսելուց է և լսելը Աստծո խոսքից։ Ես ասացի ինքս ինձ, փառք Աստծուն, եթե ես հավատք չունեմ, կարող եմ ստանալ այն գալիս է։ Եթե ես որոշեմ լսել այն, ինչ Աստված ասում է իր խոսքում, հավատքը կգա։ Ես վերցրեցի կապույտ մատիտ և սկսեցի ամբողջ Աստվածաշունչը կարդալ սկզբից մինչև վերջ, ընդգծելով կապույտով ամեն բան, որ վերաբերում էր բժշկվելուն, առողջությանը, ֆիզիկական ուժին և երկարակեցությանը։ Երբ ավարտեցի, գիտեք ինչ ունեի։ Կապույտ Աստվածաշունչ։ Դա ինձ օբյեկտիվորեն համոզեց, որ Աստվածաշունչը շատ բան ունի ասելու բժշկվելու մասին։ Բայց իմ կրոնական անցյալը անգլիկան էր և ես չեմ մեղադրում անգլիկան եկեղեցուն, բայց շուրջ 10 տարի ամեն օր եկեղեցի գնալուց հետո կիրակի օրերին 2 անգամ ես ձևավորել էի մի եզրակացություն։ Եթե ուզում ես քրիստոնյա լինել, պետք է պատրաստ լինես դժբախտ լինելու։ Վերջում ես որոշեցի, որ ավելի քիչ դժբախտ կլինեմ, եթե քրիստոնյա չլինեմ։ Այդպիսին էր իմ որոշումը։ Բայց հետո Տերը հրաշալի կերպով հանդիպեց ինձ գիշերվա կեսին բանակային զորանոցում, փրկեց ինձ, մկրտեց Սուրբ Հոգով և ես սկսեցի այլ կերպ մտածել, սակայն դեռ ունեի իմ նախկին մտածելակերպի մնացորդները։ Ամեն անգամ, երբ Աստվածաշունչ էի կարդում, որտեղ գրված է, որ Աստված ուզում է, որ դու լինես առողջ, բարգավաճ և օրհնված, ես մտածում էի, սա չափազանց լավ է, որ իրական լինի։ Ես պարզապես չէի կարող հավատալ դրան։ Մի օր հիվանդանոցում նստած ես կրկին ասացի ինքս ինձ, սա չափազանց լավ է, որ իրական լինի, այստեղ ինչ-որ բան սխալ է։ Այդ պահին Տերը խոսեց ինձ հետ, ոչ լսելի, բայց շատ հստակ և ասաց. ասա ինձ, ով է ուսուցիչը և ով է աշակերտը։ Ես ասացի, Տեր, դու ես ուսուցիչը, ես աշակերտը։ Նա ասաց, ուրեմն չես ցանկանա թույլ տալ, որ ես քեզ սովորեցնեմ։ Ես հասկացա, որ ես չէի կարողանում Աստծո խոսքը ընդունել օբյեկտիվորեն, որովհետև իմ մեջ արդեն ձևավորված էին նախնական պատկերացումներ և համոզումներ։ Այսպիսով մի կարծեք, թե հեշտ է Աստծո խոսքի ճշմարտությունը օբյեկտիվորեն ընդունելը։ Դա ժամանակ է պահանջում, աղոթք է պահանջում և հաճախ նաև պահանջում է, որ դու թողնես քո սիրած տեսությունները, նախնական համոզումները և խոնարհվես Աստծո խոսքի առաջ։ Այս ամենը ասելուց հետո այսօր և վաղը Աստծո կամքով
Ես ձեզ կտամ այն, ինչ անվանում եմ ապագայի 8 ակնարկներ և բոլորն էլ կապված են Իսրայելի հետ։ Ես դրանք անվանում եմ ակնարկներ, որովհետև չեմ հավատում, որ մարգարեությունը մեզ տալիս է ապագայի ամբողջական, շարունակական պատկեր այս պահից մինչև վերջ։ Ես հավատում եմ, որ մարգարեությունը կենտրոնանում է որոշակի տեսարանների և իրավիճակների վրա, նկարագրում է դրանք շատ վառ կերպով, հետո անցնում է մեկ այլ տեսարանի, մեկ այլ իրավիճակի։ Իսկ դրանց միջև եղած շատ բաներ հաճախ բացահայտված չեն։ Այսպիսով, առաջին տեսարանը կամ առաջին ակնարկը ես կոչել եմ յուրահատուկ նեղություն։ Սա մի բան է, որն Աստծո խոսքում շատ հստակ և շեշտադրումով կրկնվում է։ Նախ անցնենք Երեմիայի 30-րդ գլխի 3-ից 7 խոսքերին։ Սա հստակ և կոնկրետ մարգարեություն է այն մասին, թե ինչպես է Աստված ծրագրում գործել Իսրայելի հետ դարաշրջանի վերջում, որովհետև գլխի վերջում Տերն ասում է. «Վերջին օրերին դուք կհասկանաք»։ Այսինքն սա մարգարեություն է, որը պետք է հասկանալի դառնա միայն վերջին օրերում։ Ես հավատում եմ, որ մենք ապրում ենք այդ օրերում և հավատում եմ, որ այժմ հասկացողությունը հասանելի է։ Ահա թե ինչ է ասում այդ հատվածը, սկսած 3-րդ համարից։ Որովհետև ահա օրեր են գալու, ասում է Տերը, որ ես Իսրայելի և Հուդայի իմ ժողովրդին պիտի վերադարձնեմ գերությունից, ասում է Տերը, և նրանց պիտի վերադարձնեմ այն երկիրը, որ տվել եմ իրենց հայրերին, որպեսզի տիրանան նրան։ Ինչպես ես արդեն նշել եմ, կա միայն մեկ երկիր, որը համապատասխանում է այս նկարագրությանը, Իսրայելի երկիրը։ Աստված ասում է, որ դարաշրջանի վերջում նա պիտի վերադարձնի հրեաներին այդ երկիրը և նրանք պիտի տիրեն դրան։ Անկախ նրանից, թե ինչ կասի Յասեր Արաֆաթը, Միավորված ազգերի կազմակերպությունը կամ Ամերիկայի վարչակազմը, վերջնական խոսքը սա է. նրանք պիտի տիրեն դրան։ Աստված ճիշտ է և մնացած բոլորը սխալ են, եթե նրա հետ չեն համաձայնվում։ Գիտեք, ես նկատել եմ, որ ամերիկյան մշակույթում կա մի մտածելակերպ, հաճախորդը միշտ ճիշտ է։ Դա մոլորեցնող է։ Կա միայն մեկը, ով միշտ ճիշտ է, Աստված։ Եվ մենք պետք է Աստծո առաջ գանք հենց այդ վերաբերմունքով, նա է ճիշտը և եթե մենք չենք համաձայնվում, ապա սխալը մենք ենք։ Այսպիսով նկարագրելով այս տեսարանը հրեաների վերադարձը իրենց երկիր շուրջ 19 դար աքսորից հետո, Աստված նաև զգուշացում է տալիս, թե ինչ է լինելու։ Նրանց համար, ովքեր մտածում են անել ալիա, այսինքն ներգաղթել Իսրայել, լավ է լսեք այս զգուշացումը։ Չեմ ասում չպետք է գնաք, բայց գոնե աչքերը փակ մի գնացեք։ Տերն ասում է Իսրայելի և Հուդայի մասին. «Վախի ձայն լսեցինք, սարսափի և ոչ խաղաղության»։ Այսինքն Իսրայելի վերադարձը խաղաղություն չի բերելու անմիջապես։ Ճիշտ հակառակը։ Իսրայելն արդեն տասնամյակներ է որպես պետություն գոյություն ունի, բայց մի ամիս էլ լիարժեք խաղաղություն չի ունեցել։ Պետք է ընդունենք Աստվածաշունչը ճշգրիտ է։ Հետո ասում է. «Հարցրեք ու տեսեք, թե տղամարդը կծննդաբերի, ապա ինչու եմ ամեն տղամարդու տեսնում ծննդկանի պես ձեռքերը ազդրերին և բոլոր դեմքերը դալկացած»։ Տերն ասում է, մի բան է լինելու այնքան սարսափելի, որ նույնիսկ տղամարդիկ կկորցնեն իրենց ուժը և կվարվեն ծննդաբերող կնոջ պես։ Հետո շարունակվում է. «Ավաղ, որովհետև այդ օրը մեծ է, նրա նմանը չկա»։ Սա յուրահատուկ շրջան է Իսրայելի պատմության մեջ։ Երբեք չի եղել նմանը և երբեք չի լինելու։
Եվ հետո եւ նա Հակոբի համար նեղության ժամանակ պիտի լինի։ Բայց մի բաց թողեք վերջին մասը։ Բայց նա Հակոբը ազատվելու է դրանից։ Ոչ թե կխուսափի դրանից, այլ կանցնի դրա միջով եւ դուրս կգա փրկված։ Այսպիսով կա շատ հստակ մարգարեություն, Իսրայելի վերադարձից հետո նրանց սպասվում է յուրահատուկ նեղություն եւ տառապանք։ Կարծում եմ հիմա ձեր դեմքերն այնքան ուրախ չեն, որքան առաջ էին։ Հիմա ուզում եմ անցնել բոլոր հրյա մարգարեներից մեծագույնին, որի անունը Եշուա է, այո ճիշտ է, Հիսուս։ Եվ հիշեք, Հիսուսը միայն ուսուցիչ չէր, միայն հովիվ չէր, միայն փրկիչ չէր, նա նաև մարգարե էր եւ բոլոր մարգարեներից մեծագույնը։ Մատթեոսի 24-րդ գլխում, որը նրա վերջին մարգարեական պատգամն է Ձիթենյաց լեռից, Հիսուսը ներկայացնում է մի շարք իրադարձություններ։ Այս գլխի հասկանալու բանալին մեկ բառ է, այն ժամանակը, որը հանդիպում է 9 անգամ։ Կար մի հրյա հավատացյալ, Մեյեր Փերլման, որը Միացյալ Նահանգների Աստծո ասամբլեա եկեղեցիների գերագույն խորհրդի անդամներից մեկն էր։ Նա մարգարեության լավ գիտակ էր։ Իդեպ, ընդհանուր առմամբ հրյաները մարգարեության մեջ հաճախ ավելի հստակ են տեսնում, քան հեթանոսները, եթե Աստված հատուկ օգնություն չի տվել վերջիններիս։ Նա ասում էր, եթե ուզում ես ուսումնասիրել մարգարեությունը, դա նման է մարդու մարմին հավաքելուն ոսկորներով։ Եթե ուզում ես հաջողել, պետք է սկսես ճիշտ տեղից, ողնաշարից։ Մի սկսիր ձախ ոտքի մատից, որովհետև դա քեզ չի օգնի հասկանալու մնացածը։ Բայց եթե սկսես ողնաշարից, մարմնի մյուս մասերը իրենց տեղը կգտնեն։ Նա ասում էր, աստվածաշնչյան մարգարեության ողնաշարը Մատթեոսի 24-րդ գլուխն է։ Սա տարիներ շարունակ ինձ համար մեծ օգնություն է եղել։ Եթե ուզում ես ճիշտ մոտենալ մարգարեությանը, սկսիր ողնաշարից։ Լավ ուսումնասիրիր, խորությամբ հասկացիր, թե ինչ է Հիսուսն ասում Մատթեոսի 24-ում, որը զուգահեռվում է Ղուկաս 21-ին եւ Մարկոս 13-ին։ Այժմ անցնենք Մատթեոսի 24-րդ գլխի 14-րդ խոսքին, որը պատասխանն է այն հարցին, ինչ կլինի նրա գալստյան նշանը։ Եվ նա ասում է, եւ արքայության այս ավետարանը քարոզվելու է ամբողջ աշխարհով, որպես վկայություն բոլոր հեթանոսներին, եւ այդ ժամանակ գալու է վերջը։ Սա շատ լայն պատկեր է, ամբողջ աշխարհ, բոլոր ազգեր, բայց 15-րդ համարում տեղի է ունենում կտրուկ փոփոխություն։ Ուշադրության կենտրոնը փոխվում է։ Սա ամբողջությամբ համապատասխանում է Հռոմեացիներին 11-րդ գլխի 25-ից 26-ին, երբ հեթանոսների լրությունը ներս մտնի, ապա ամբողջ Իսրայելը կփրկվի։ Այսպիսով Մատթեոսի 24-ի 14-ը կենտրոնացած է բոլոր ազգերի վրա, բայց Մատթեոսի 24-ի 15-ից ուշադրությունը կտրուկ տեղափոխվում է աշխարհի մի փոքր հատված, միջերկրականի արևելյան եզրին գտնվող մի նեղ տարածք եւ նույնիսկ մեկ քաղաք՝ Երուսաղեմ։ Սա լիովին համապատասխանում է այն անցմանը, որ տեսնում ենք հռոմեացիներում, նախ ամբողջ աշխարհը, բոլոր ազգերը, իսկ հետո Աստծո վերջնական ուշադրությունը կենտրոնանում է Իսրայելի վրա։ Հիմա կկարդամ խոսքերը եւ հետո կմեկնաբանեմ։ Արտերբ տեսնեք ավերածության սրբապղծությունը սուրբ վայրում կանգնած, որի մասին ասված է Դանիել մարգարեի միջոցով, ով կարդում է թող հասկանա, այլ խոսքով այդ անձի ինքնության հստակ բացահայտումը կարող էր քաղաքականորեն վտանգավոր լինել եւ առաջացնել քրիստոնյաների հալածանք, ինչը անհրաժեշտ չէր։ Ես կտամ իմ անկեղծ կարծիքը, սուրբ վայրը տաճարի տարածքն է։
Դա այն միակ վայրն է երկրի վրա, որը հատուկ սրբացվել եւ առանձնացվել է Աստծո կողմից որպես նրա բնակության եւ փառքի տեղ։ Ավերածության սրբապղծությունը իմ համոզմամբ ինչ որ կոնկրետ նշան է։ Կարող է տարբեր ձևերով արտահայտվել, որով հակաքրիստոսը հայտարարում է, որ արդեն իշխանությունը վերցրել է իր ձեռքը, իրեն հռչակում է Աստված եւ պահանջում է բոլորից լիակատար հնազանդություն ու երկրպագություն։ Սա ամենամեծ ճգնաժամը կստեղծի ուղղափառ հրեաների համար, որին նրանք երբևէ բախվել են։ Որովհետև Հիսուսին մերժելու նրանց հիմնական պատճառներից մեկն այն է, որ ասում են նա պարզապես մարդ է, ոչ թե Աստված։ Իսկ մենք միայն Աստծուն ենք երկրպագում, եւ հիմա նրանք կանգնելու են մի մարդու առաջ, ով կասի ես եմ Աստված, եւ եթե ինձ չերկրպագեք, կսպանեմ ձեզ։ Իմ անձնական համոզմամբ Աստված է թույլ տվել այս իրավիճակը, որովհետև ուղղափառ հրեաները պետք է բախվեն այդ հարցին դեմ առ դեմ։ Հիմա Հիսուսն ասում է, եւ այստեղ գալիս է մեր այդ ժամանակներից մեկը, 16-րդ համարում, այդ ժամանակ ովքեր Հրեաստանում լինեն, թող լեռները փախչեն։ Ուշադրություն դարձրեք, նա չի ասում արևմտյան ափ, այլ ասում է Հրեաստան, այսինքն ուշադրության կենտրոնը հիմա ամբողջությամբ կենտրոնացած է Երուսաղեմի եւ այդ փոքր տարածքի վրա։ Ապա նա խոսում է անչափ շտապությամբ, ով տանիքի վրա լինի, թող չիջնի տնից որևէ բան վերցնելու։ Այդ տարածաշրջանում տները հարթ տանիքներ ունեն եւ հաճախ կա արտաքին աստիճան, որը տանում է դեպի տանիք։ Հիսուսն ասում է, եթե տանիքի վրա ես, իջիր անմիջապես արտաքին աստիճանով եւ փախիր, տուն մի մտիր, ժամանակ չունես։ Հետո ասում է, ով հանդում լինի, թող հետ չդառնա իր հագուստները վերցնելու։ Կրկին նույն շեշտը ծայրահեղ շտապություն։ Դու նույնիսկ ժամանակ չունես քո հիմնական հագուստը վերցնելու, պարզապես փախիր։ Ավելի ուժեղ եւ ավելի հրատապ ձևով Հիսուսը չէր կարող դա ասել։ Բայց վայ հղիներին ու ստնտուներին այն օրերին, պարզ պատճառով հղի կինը կամ երեխա կերակրող մայրը շատ ավելի դժվարությամբ կկարողանա անցնել այդ փախուստի միջով։ Աղոթեք, որ ձեր փախուստը ձմռանը չլինի, ոչ էլ շաբաթօրը։ Սա շատ կարևոր միտք է։ Բնական արձագանքը կլիներ աղոթել, Տեր թույլ մի տուր, որ մենք փախչենք։ Բայց Հիսուսն ասում է այդ տարբերակը չկա։ Դուք պարտավոր եք փախչել։ Բայց դուք կարող եք աղոթել միայն, որ դա չլինի ձմռանը կամ շաբաթօրը։ Սա ցույց է տալիս, թե որքան կարևոր է մարգարեությունը հասկանալը։ Շատ հաճախ մարդիկ աղոթում են բաների համար, որոնք Աստծո հայտնված կամքի սահմաններից դուրս են։ Ինչու էր կարևոր, որ դա շաբաթ օրը չլինի։ Սա նույնպես հետաքրքիր է։ Ես ինքս ապրել եմ այդ երկրում, երբ այն դեռ բրիտանական մանդատի տակ էր եւ այն ժամանակ շաբաթ օրը փախչելը խնդիր չէր լինի։ Բայց Իսրայել պետության ստեղծումից հետո շաբաթ օրը դարձել է հատուկ առանձնացված օր։ Կա ուժեղ շարժում սահմանափակելու հասարակական տրանսպորտը շաբաթ օրը եւ իրականում դա արդեն կիրառվում է։ Այսինքն շաբաթ օրը փախչող մարդիկ կբախվեն լուրջ դժվարությունների եւ նաեւ ավելի տեսանելի կլինեն։ Հիսուսն ասում է աղոթեք, որ դա ձեր համար խնդիր չլինի։ Բայց նա չի ասում աղոթեք, որ չփախչեք, նա ասում է դուք պետք է փախչեք, որքան հնարավոր է արագ։ Տեսնում եք, թե որքան կարևոր է այդ ժամանակ ապրող մարդիկ իմանան մարգարեությունը։ Ես չեմ ասում, որ ձեզանից որևէ մեկը այնտեղ կլինի, բայց ով գիտի։ Ապա նա շարունակում է 21-րդ համարում։ Որովհետև այդ ժամանակ այնպիսի մեծ նեղություն կլինի, որպիսին աշխարհի սկզբից մինչև հիմա չի եղել, ոչ էլ երբևէ կլինի։ Կրկին Հիսուսն ասում է, որ լինելու է յուրահատուկ նեղության շրջան առանց որևէ նախադեպի անցյալում եւ առանց որևէ նմանօրինակի ապագայում։ Այն ուղղակիորեն կապված է Իսրայելի պետության եւ հատկապես Երուսաղեմի տարածքի հետ։
Հետո նա ասում է. «Եվ եթե այդ օրերը չպակասեցվեին, ոչ ոք չէր փրկվի»։ Այսինքն մարդկությունն ամբողջությամբ կկործանվեր։ Մի գիտնական, ում ճանաչում եմ, վերջերս ինձ ասաց, այսօր երկրի վրա կա այնքան նյութ միջուկային պայթյունների համար, որ կարող է ոչնչացնել ամբողջ մարդկությանը 250 անգամ։ Մարդիկ ժամանակին ծիծաղում էին այս խոսքի վրա, ոչ մի մարմին չի փրկվի, իսկ այսօր դա դարձել է սպառնալի իրականություն։ Չեմ ասում, թե դա անպայման միջուկային պատերազմ է լինելու, պարզապես ասում եմ, քանի որ դա գիտական փաստ է։ Սակայն ընտրյալների համար այդ օրերը կպակասեցվեն։ Այստեղ խոսքը վերաբերում է այն մարդկանց, որոնց Աստված ընտրել է, եւ դուք երբեք լիովին չեք հասկանա Աստվածաշնչի վերջին ժամանակների մարգարեությունները, եթե չընկալեք մեկ հիմնական ճշմարտություն։ Աստված ունի իր ընտրյալները, մարդիկ չեն սիրում այդ գաղափարը, բայց դրանից Աստված չի պոկվում։ Հումանիստները խիստ առարկում են, բայց Աստված նրանց հետ խորհրդակցություն չի արել։ Այս գլխում ընտրյալ բառը 2 անգամ է հանդիպում։ Եվ մի իմաստով այս ամենի մեջ Աստծո առաջնային ուշադրությունը հենց այն մարդկանց վրա է, որոնց նա ընտրել է իր համար։ Տեսեք, ժամանակակից շատ քրիստոնյաներ ամեն ինչ շուռ են տվել։ Նրանք ասում են, ես ընտրեցի Հիսուսին։ Դու չես ընտրել, Հիսուսն ընտրեց քեզ։ Նա իր աշակերտներին ասաց, դուք ինձ չեք ընտրել, ես եմ ձեզ ընտրել։ Մենք նման ենք այն մարդկանց, ովքեր ժամանակին հավատում էին, թե արևը պտտվում է երկրի շուրջը։ Մեզ թվում է մենք ենք երկիրը եւ ամեն բան պիտի պտտվի մեր շուրջը, բայց այդպես չէ։ Ամեն բան պտտվում է արեգակի շուրջը եւ այդ արեգակը որդի Հիսուսն է։ Մենք պետք է մեր տեղը գտնենք այդ հարաբերության մեջ։ Շատ լավ։ Ինչ եմ ուզում ընդգծել, լինելու է մի նեղության ժամանակ, որը մարդկության պատմության մեջ չունի զուգահեռ։ Երբեք չի եղել մինչև այժմ եւ այլևս երբեք չի կրկնվելու։ Հիմա Հռոմեացիների 2-րդ գլխի 8-ից 9 հատվածում Պողոսը ներկայացնում է Աստծո դատաստանի սկզբունքներից մեկը։ Նա ասում է նախադասության մեջտեղում. Իսկ բարկություն եւ վրդովմունք, սա Աստծո բարկության արտահայտումն է եւ հունարենում դրանք ուժեղ բառեր են։ Իսկ բարկություն եւ վրդովմունք նրանց, ովքեր հակառակվում են, չեն հնազանդվում ճշմարտությանը եւ անիրավության հետևից են գնում։ Նեղություն եւ տառապանք ամեն մարդու վրա, որ չարիք է գործում։ Նախ հրեայի, հետո հույնի կամ հեթանոսների։ Այսինքն նեղության մեջ կա կարգ, նեղությունը սկսվում է հրեայից եւ հետո անցնում է հեթանոսին։ Դա պիտի վախեցնի մեզ հեթանոսներից, որովհետեւ եթե հիշենք Հոլոքոստի պատկերները, դա սարսափելի ակնարկ է այն մասին, թե ինչ կարող է լինել հեթանոս ժողովուրդների հետ։ Ես հակված եմ մտածելու, որ այն, ինչ այսօր զարգանում է Արևելյան Եվրոպայում եւ Ռուսաստանում, կարող է հենց այդ սկզբունքի գործադրությունը լինել։ Որովհետև այդ տարածքներն առավել շատ են հակասեմիտականության կրողը եղել։ Ես հավատում եմ, նրանք անցնում են Աստծո դատաստանի ձեռքի տակ։ Շատ լավ։ Անցնենք Հայտնություն 7-րդ գլխին, որտեղ կա ևս մի հատված, որը կարծում եմ վերաբերում է նույն շրջանին։ Հայտնություն 7-րդ գլուխ 13-ից 14 խոսքեր։ Հովհաննեսը տեսավ մի ահռելի բազմություն, որը կանգնած էր Աստծո գահի առաջ, ձեռքներին արմավենու ճյուղեր եւ աղաղակում էր. «Փրկություն եւ փառք գառին»։ Ապա 13-րդ համարում ասվում է, եւ երեցներից մեկն ինձ հարցրեց. սրանք, որ սպիտակ զգեստներ են հագել, ովքեր են եւ որտեղից են եկել։ Հովհաննեսը շատ իմաստուն պատասխան տվեց, ասաց. Տեր, դու գիտես։ Եվ երեցը ասաց նրան. սրանք են, որ մեծ նեղությունից են գալիս եւ իրենց զգեստները լվացին ու գառան արյունով սպիտակեցրին։ Այստեղ կրկին տեսնում ենք մեծ նեղությունը։
Հին թարգմանությունը ասում էր պարզապես մեծ նեղություն, բայց ավելի ճշգրիտ տեքստն ասում է այն մեծ նեղությունը։ Այսպիսով մենք մի գիծ ենք տեսնում Երեմիա 30-ից դեպի Մատթեոսի 24-րդ գլուխ և հետո դեպի Հայտնություն 7-րդ գլուխ։ Եվ թեև դա սկսվում է հրեաներից, դրա վերջնական ազդեցությունը լինելու է բոլոր ազգերի վրա։ Շատ լավ։ Մեր հաջորդ ակնարկը կոչվում է կնքված 144,000-ը։ Վերադառնանք Հայտնություն 7-րդ գլխի 1-ից 8 խոսքերին։ Այս ամենի, ինչը նկարագրում եմ ճշգրիտ կապը, վերջնականապես պարզ չէ։ Գուցե դրանք համաժամանակյալ լինեն կամ մեկը փոքր ինչ նախորդի մյուսին։ Հայտնություն 7-րդ գլխի առաջին խոսքում Հովհաննեսը ասում է. «Դրանից հետո տեսա 4 հրեշտակների, որոնք կանգնել էին երկրի 4 անկյուններում և երկրի 4 քամին բռնած, որպեսզի երկրի վրա քամի չփչի, ոչ էլ ծովի վրա, ոչ էլ մի ծառի վրա։ 4 հրեշտակներ մի կարճ ժամանակով հետ էին պահում Աստծո դատաստանը»։ Հետո նա ասում է. «Տեսա նաև մեկ այլ հրեշտակի, որ բարձրանում էր արևելքից ու կենդանի Աստծո կնիքն ուներ։ Նա բարձրաձայնահաղաքեց այն 4 հրեշտակներին, որոնց երկրին ու ծովին վնասելու իշխանություն էր տրվել։ Եվ ասում էր. վնաս մի տվեք երկրին, ոչ ծովին և ոչ էլ ծառերին, մինչև որ մեր Աստծո ծառաների ճակատներին կնիկ դնենք», այսինքն նախքան նեղության սկիզբը պետք է լինեն հատուկ մի խումբ Աստծո կնքված ծառաներ։ Հովհաննեսն ասում է. «Եվ կնքվածների թիվը լսեցի 144,000 կնքված Իսրայելի որդիների բոլոր ցեղերից։ Ապա թվարկվում է 12 ցեղ և ամեն ցեղից 12,000։ Մեկ ցեղ բացակայում է, գիտեք որն է, քանիսդ գիտեք։ Դանը։ Ինչու։ Կարելի է ենթադրել, բայց ես որևէ տեսություն չեմ ներկայացնի։ Գիտեք ինչին եմ հավատում։ Հավատում եմ չի լինելու 143,999 և չի լինելու 144,001, լինելու է 144,000։ Աստված չափազանց ճշգրիտ է։ Սողոմոնի տաճարում խորանում յուրաքանչյուր չափ սահմանված էր, ոչինչ չէր թողնված մարդու որոշմանը։ Ես հավատում եմ, որ այդ նույն Աստված կառավարում է պատմությունը։ Ապա մենք տեսնում ենք 144,000 իսրայելցիներին կնքված։ Հետո գալիս է այն, ինչ արդեն կիսատ տեսանք Հայտնություն 7-րդ գլխի 9-րդ խոսքից։ Սրանից հետո տեսա ահա մեծ ամբոխ, որին ոչ ոք չէր կարող հաշվել, կազմված բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից ու լեզուներից, որոնք կանգնած էին աթոռի և գարան առաջ սպիտակ զգեստներ հագած և արմավենու ճյուղեր իրենց ձեռքերին։ Ահա իմ առաջարկը։ Նկարագրության հերթականությունից ելնելով ես կարծում եմ, որ Աստված պիտի փրկի 144,000 երիտասարդ հրեա տղամարդկանց, ուղարկի նրանց աշխարհի բոլոր ազգերի մոտ, և նրանց ծառայության պտուղը կլինի այն բազմությունը, որի թիվը ոչ ոք չի կարող հաշվել։ Սա իմ մեկնաբանությունն է։ Որովհետև ես հավատում եմ Աստծո ծրագրում միշտ եղել է այս սկզբունքը՝ հեթանոսներին օրհնել հրեաների միջոցով։ Դուք լսել եք այն խոսքը, որ ասել է նախորդ սերնդի մի հրեա հավատացյալ. Աստծո դատաստանի երկու սկզբունք կա, նա օրհնում է հեթանոսներին հրեաների միջոցով, բայց դատում է հրեաներին հեթանոսների միջոցով։ Եթե նայեք պատմությանը, դա կրկնվել է նորից ու նորից։ Հիմա անցնենք Հայտնություն 14-րդ գլխին, որտեղ 144,000-ի թեման հասնում է գագաթնակետին։ Հովհաննեսն ասում է առաջին համարից.
Հայտնություն 14:1 Տեսա ահա գառը կանգնած էր Սիոն սարի վրա, նրա հետ էլ 144,000 հոգի, որոնք իրենց ճակատներին ունեին գրված նրա անունը և նրա հոր անունը, անշուշտ սա նույն 144,000-ն է, ում ճակատներին կնիկ տրվեց, այդ կնիքը հոր անունն էր և Հիսուսի Մեսիայի անունը։ Հետաքրքիր է, որովհետև հայտնության թեմաներից մեկը կնքումն է։ Կա երկու աղբյուր։ Մեկի աղբյուրը ճշմարիտ Մեսիան է, մյուսինը կեղծ Մեսիան։ Ճշմարիտ Մեսիայի ծառաները կնքվում են ճակատներին հոր և որդու անունով։ Իսկ նրանք, ովքեր ենթարկվում են կեղծ Մեսիային, կնքվում են կամ ճակատին, կամ ձեռքին, նրա անունով կամ թվով։ Նրա թիվը բոլորը գիտեն։ 666։ Մի հետաքրքիր բան էլ նշեմ, հունարենում և եբրայերենում այբուբենի տառերը թվային արժեք ունեն։ Կարելի է ցանկացած թիվ գրել տառերով։ Ես մի օր մտածեցի, եթե կեղծ Մեսիայի թիվը 666-ն է, իսկ ճշմարիտ Մեսիայինը ինչ կլինի։ Հունարենով վերցրեցի Հիսուս անունը, գրեցի ուղղահայաց, յուրաքանչյուր տառի դիմաց գրեցի թվային արժեքը, գումարեցի, գիտեք ինչ ստացվեց։ 888։ Սա ինձ ավելի է համոզում, որ ճիշտ ուղու վրա եմ, որովհետև դա պարզապես անհավանական համընկնում կլիներ, եթե դա Աստծուց չլիներ։ Այստեղ ուզում եմ ընդգծել, Աստված միայն ճակատին է կնքում իր ժողովրդին։ Նա պահանջում է կամավոր, գիտակցված հնազանդություն։ Բայց հակաքրիստոսը կնքում է կամ ճակատին, կամ ձեռքին, այսինքն անկախ նրանից մարդը հասկանում է, թե ոչ պատրաստ է, թե ոչ, միայն թե ենթարկվի և դա նրան բավական է։ Ապա շարունակենք։ Շատ լավ։ Շարունակենք։ Մենք հայտնություն 14-ը դեռ ամբողջությամբ չենք կարդացել։ Անցնենք երկրորդ համարին։ Եվ երկնքից ձայն լսեցի նման ջրերի ուժեղ ձայնի և հուժկու որոտի ձայնի, լսեցի նաև ձայն նման քնարահարների, երբ իրենց քնարներն էին նվագում։ Ես սիրում եմ հին թարգմանությունը, քնարահարներ, որոնք քնարահարում էին իրենց քնարներով։ Այնպես է կրկնվում, որ ազդեցություն է թողնում։ Եվ մի նոր երգ էին երգում գահի առաջ, 4 կենդանիների առաջ ու երեցների առաջ, և ոչ ոք այդ երգը չէր կարող սովորել, բացի 144,000-ից, որոնք երկրից գնվեցին։ Իմ հասկանալով այս պահին նրանք արդեն ավարտել են իրենց երկրային առաքելությունը և գտնվում են երկնքում գահի առաջ։ Իմ համոզմամբ նրանցից յուրաքանչյուրը կյանքը դրել է։ Սա իմ կարծիքն է։ Ապա գրված է նրանց մասին, սրանք են, որ կանանց հետ չխառնակվեցին, որովհետև կույս են։ Սրանք գնում են գառի հետևից, ուր էլ գնանա։ Սրանք գնվեցին մարդկանցից, Աստծուն և գառին իբրև երախայրի։ Եվ նրանց բերանում սուտ խոսք չգտնվեց, որովհետև անարատ են։ Հիմա սա ինձ տալիս է երիտասարդ տղամարդկանց պատկեր, հավանաբար դեռ պատանիներ, գուցե 15-ից 18 տարեկան, որովհետև ասվում է կանանց հետ չեն խառնվել, մաքուր են մնացել։ Եվ նաև լիովին ազնիվ են, նրանց բերանում սուտ չկա։ Թույլ տվեք ասեմ, այսօր Իսրայելում դուք երկար պիտի փնտրեք, որ գտնեք 144,000 տղամարդկանց, որոնք կհամապատասխանեն այս նկարագրությանը։ Ավելին Սուրբ Հոգին այսօր ավելի ու ավելի երիտասարդներին է առանձնացնում ավետարանչության աշխատանքի համար։ Չինաստանում արդյունավետ ավետարանիչների մեծ մասը 20 տարեկանից փոքր է։ Ասում են օրական 25,000 չինացի է դարձի գալիս։ Ես ուրախ եմ, որ այդ գործում
Իմ բաժինն ունեմ, որովհետև դա արժե։ Ես տեսնում եմ Աստծուց ընտրված երիտասարդ հրեատղաներ, որոնք առանձնացված են այն գործին, որն ամբողջ հրեա ազգը պիտի աներ, Մեսիայի բարի լուրը հռչակել։ Սա ինձ համար օրհնություն է։ Հիմա, այդ ամենից հետո Հովհաննեսն ասում է. «Տեսա երկնքում թռչող մի ուրիշ հրեշտակի, որ հավիտենական ավետիս ուներ ավետարանելու երկրի վրա բնակվողներին։ Հետո հաջորդում են մյուս հրեշտակների հռչակումները։ Բաբելոնը ընկավ և երրորդ հրեշտակի զգուշացումը, ըստ որի ով երկրպագի գազանին ու ընդունի նրա նշանը, պիտի խմի Աստծո բարկության գինին, և դրան հաջորդում է զգուշացում բոլոր նրանց, ովքեր կընդունեն գազանի թիվը։ Ինձ տպավորում է այն, որ այստեղ ավետարանի հռչակումը հանձնվում է հրեշտակներին, ինչը նախկինում երբեք չի եղել։ Իմ առաջարկն այս առումով հետևյալն է. երկրի վրա իրավիճակը դառնալու է այնքան խառն ու անկառավարելի, որ մարդիկ այլևս չեն կարողանալու քարոզել, և հրեշտակներն են ժամանակավորապես ստանձնում այդ գործը։ Սա կարծիք է։ Հետո գալիս են երկրային վերջին երկու հունձքերը։ Կարդանք Հայտնություն 14:14-ից. «Տեսա համի սպիտակամփ և ամպի վրա նստել էր մարդու որդու նման մեկը, որ գլխին ոսկե պսակ և ձեռքին սուր գերանդի ուներ, և տաճարից ելավ մի ուրիշ հրեշտակ, որ բարձրաձայն աղաղակում էր ամպի վրա նստածին. քո գերանդին ուղարկիր ու հնձիր, որովհետև հնձելու ժամանակը եկել է, քանի որ երկրի հունձը հասել է», բայց հունարենում բառացի ասվում է չորացել է, այսինքն եթե հիմա չհնձվի կկորչի։ Ամպի վրա նստածն իր գերանդին երկրի վրա դրեց ու երկիրը հնձվեց։ Իմ հասկանալով սա ողորմության վերջին մեծ հունձքն է, փրկության հունձքը։ Հետո ինչպես Իսրայելում բնական կարգն է, հացահատիկից հետո գալիս են խաղողները, գալիս է վերջին դատաստանը։ Մի ուրիշ հրեշտակ դուրս ելավ, ասելով. «Քո սուր գերանդին ուղարկիր ու երկրի այգու ողկույզները քաղիր, որովհետև նրա խաղողը հասել է»։ Աստված չի հնձում, մինչև չհասունանա։ Եվ հրեշտակն իր գերանդին գցեց երկրի վրա, և երկրի այգու խաղողը քաղեց և գցեց Աստծո բարկության մեծ հնձանի մեջ։ Հասկանում եք, չէ՞ ինչ նկատի ունի, երբ ասվում է Աստծո բարկություն։ Շատ ամերիկացիներ խնդիր ունեն սա հասկանալու, այնպես որ այս մեծ հնձանն Աստծո բարկության և դատաստանի հնձանն է։ Եվ ասվում է, և հնձանը քաղաքից դուրս կոխոտվեց, որը հավանաբար Երուսաղեմն է, և արյունը հնձանից հոսեց մինչև ձիերի սանձերը, մոտ 1600 ասպարեզ, մոտ 184 մղոն։ Նրանց, ովքեր մարգարեությունը փոխաբերականացնում են, ես միշտ նույն հարցն եմ տալիս. դա փոխաբերական արյուն էր, թե իրական արյուն, որովհետև կարևոր է։ Ես հավատում եմ, դա իրական արյուն է։ Հիմա, այս հատվածին ուղիղ համապատասխան խոսք կա Եսայա 63-րդ գլխի 1-6 խոսքերում, որն անմիջական կապ ունի նախորդ խոսքի հետ։ Եսայա 63:1-6։ Ով է սա, որ գալիս է Եդովմից, հանդերձները կարմրացրած Բոսրայից։ Բոսրան Եդովմի գլխավոր քաղաքներից էր, և Բոսրա բառը նշանակում է խաղողի հունձք։ Նա, որ պանծալի է իր հանդերձանքով և վեհորեն քայլում է իր մեծ զորության մեջ, խոսքը Մեսիայի մասին է։ Եվ հարցնում են, ինչու է կարմիր քո հագուստը, և քո հանդերձները հնձան կոխողի հանդերձի պես։
Նա պատասխան է տալիս. Ես մենակ եմ կոխոտել հնձանը, ժողովուրդներից ոչ մի մարդ չկար ինձ հետ։ Ես կոխոտեցի նրանց իմ զայրույթի մեջ և տրորեցի իմ բարկությամբ։ Նրանց արյունը ժայթքեց իմ հանդերձների վրա, և ես ներկեցի իմ բոլոր զգեստները։ Գիտեք, խաղողի հնձանում աստվածաշնչյան ժամանակներում խաղողը դնում էին քարե տարայի մեջ, որից հետո մարդիկ կոխոտում էին խաղողը, թռչկոտելով դրա վրա։ Եվ երբ դա անում էին, խաղողի հյութը թռչում էր նրանց զգեստները։ Ահա սա է պատկերը։ Նրանց արյունը ժայթքեց իմ հանդերձների վրա, և ես ներկեցի իմ բոլոր զգեստները, որովհետև վրեժխնդրության օրը իմ սրտում էր և իմ փրկության տարին հասել էր։ Սա վրեժ է Աստծո թշնամիների վրա և փրկություն Աստծո ժողովրդի համար։ Եվ վերջում ասում է. Ես մենակ եմ կոխոտել հնձանը, ժողովուրդներից ոչ մի մարդ չկար ինձ հետ, ես կոխոտեցի սրանց իմ զայրույթի մեջ և տրորեցի իմ բարկությամբ, նրանց արյունը ժայթքեց իմ հանդերձների վրա։ Եվ ես ներկեցի իմ բոլոր զգեստները, ինձ փրկեց իմ բազուկը, իմ զայրույթն էր ինձ օժանդակողը։ Եվ ես ժողովուրդներին կոխոտեցի իմ բարկությամբ։ Ինձ համար կասկած չի հարուցում, քանի որ սա ցույց է տալիս Տեր Հիսուսին որպես ազգերի դատավոր, ով տրորում է իր ժողովրդի թշնամիներին։ Մենք եկեղեցի գնացողներս հաճախ մոռանում ենք մի բան. Հիսուսը ոչ միայն փրկիչ է, նա նաև դատավոր է։ Նա նույնքան հավատարիմ, նույնքան ճշգրիտ և նույնքան լիարժեք է դատաստանի մեջ, որքան փրկության մեջ։ Եվ յուրաքանչյուր մարդ ընտրություն ունի, կամ կհանդիպի նրան որպես փրկիչ, կամ կհանդիպի նրան որպես դատավոր։ Բայց այս կամ այն կերպ բոլորը ի վերջո կհանդիպեն Տեր Հիսուս Քրիստոսին։ Ես չեմ կարող այդ մարգարեությունները ճոխացնել։ Դրանք չափազանց կենդանի նկարագրություններ են իրական տեսարանների, որոնք պիտի տեղի ունենան երկրի վրա։ Իդեպ, եթե ուսումնասիրեք մարգարեական խոսքը, Եդովը դատապարտված է լիակատար ավերածության։ Եդովի կործանման ծուխը հավիտյան պիտի բարձրանա։ Հիմա անցնենք երրորդ ակնարկին, որը ես անվանում եմ հետևյալ կերպ. Իսրայելցիները փախչում են անապատ։ Հիշում եք Հիսուսն ասաց. երբ տեսնեք ավերածի պղծությունը, փախեք։ Կարդամ կրկին, որովհետև սա չափազանց կարևոր է։ Մատթեոսի 24-րդ գլուխ։ Երբ տեսնեք ավերածության պղծությունը, այն ժամանակ թող նրանք, ովքեր Հրեաստանում են, փախչեն լեռները։ Նա չի ասում որ լեռները։ Դուք կարող եք կարծիք կազմել, բայց Հիսուսի հրամանն անշրջելի է։ Փախեք։ Այս ամենը պատմական նախադեպ ունի Ղուկաս 21-րդ գլխում։ Ձեր մի մատը պահեք Մատթեոսի 24-րդ գլխում և եթե կարող եք, բացեք Ղուկասի ավետարանի 21-րդ գլուխը։ Խոսելով Երուսաղեմի կործանման մասին, որը եղավ 70 թվականին Քրիստոսից հետո հռոմեական բանակի պատճառով, Հիսուսին հարցրեցին, թե որն էր լինելու իր գալստյան և Երուսաղեմի կործանման մասին մարգարեությունների կատարման նշանը։ Դա չի պատասխանվում Մատթեոսի ավետարանի 24-րդ գլխում, բայց այն պատասխանվում է Ղուկասի 21-րդ գլխում։
Եվ ահա պատասխանը 20 համարից սկսած. երբ Երուսաղեմը զորքերով շրջապատված տեսնեք, այն ժամանակ իմացեք, որ նրա ավերումը մոտ է։ Այն ժամանակ նրանք, որ հրեաստանում են, թող լեռները փախչեն, իսկ նրանք, որ քաղաքի մեջ են, թող հեռանան, եւ նրանք, որ գյուղերում են, թող քաղաք չմտնեն, որովհետեւ այդ օրերը վրեժխնդրության օրեր են, որպեսզի բոլոր գրվածները կատարվեն։ Ում վրեժխնդրության? Աստծո վրեժխնդրության։ Որտեղ է գրված? Գրություններում։ Եթե ուզում եք մեկ տեղ կարդալ, այդ մասին կարդացեք Ղեֆտացիների 26-րդ գլուխը։ Հետո ասում է, բայց այն օրերին վայ հղիներին եւ ստնտուներին, որովհետեւ երկրի վրա մեծ նեղություն է լինելու։ Ինչ երկիր? Իսրայելի երկիրը։ Եվ այդ ժողովրդի վրա բարկություն, որ ժողովուրդը? Իսրայել ժողովուրդը։ Սրով կընկնեն եւ բոլոր ազգերի մեջ գերի կտարվեն եւ Երուսաղեմը հեթանոսների կողմից ոտնակոխ կլինի, մինչև որ հեթանոսների ժամանակները լրանան։ Իմ հասկանալով սա կատարվեց 70 թվականին։ Վեսպասիանոսի զորքը պաշարեց Երուսաղեմը, հետո Վեսպասիանոսը կայսր ընտրվելու լուրը ստացավ եւ ստիպված վերադարձավ Հռոմ։ Ժամանակավորապես այդ ժամանակ պաշարումը դադարեց։ Հիսուսին որպես մարգարե ընդունող հրեաներն այդ պահը տեսան որպես նշան. դուրս եկեք, քանի դեռ կարող եք։ Պատմականորեն նրանք դուրս եկան եւ գնացին Հորդանանից արևելք Պելա կոչվող տեղը եւ ապահովություն գտան այնտեղ։ Մնացած հրեաները մնացին Երուսաղեմում։ Տիտոսը վերադարձավ, նորից պաշարեց քաղաքը եւ չդադարեցրեց պաշարումը, մինչեւ որ քաղաքը լիովին չկործանվեց եւ տաճարը չքանդվեց, քար քարի վրա չթողնելով։ Դա իմ համոզմամբ եղել է դարաշրջանի սկզբում։ Իսկ Մատթեոսի 24-րդ գլխում խոսքը դարաշրջանի վերջի մասին է։ Բայց սկզբունքը նույնն է։ Նրանք, ովքեր ճանաչում են Հիսուսի իշխանությունը, կհնազանդվեն։ Նրանք, ովքեր չեն ճանաչում, հավանաբար չեն հնազանդվի եւ կընկնեն թակարդը։ Ուրեմն Հիսուսն ասաց, որ նրանք, որ հրեաստանում են, թող փախչեն սարերը։ Եվ նա չի ասում, որ սարերը։ Սա հետաքրքիր թեմա է շահարկման համար, բայց դրան չեմ անդրադառնա։ Հիմա ես կարծում եմ, որ այստեղ զուգահեռ խոսք կա Հայտնություն 12-ում։ Կարող եմ սխալվել։ Հայտնություն 12-ը սկսվում է երկնքում երկու նշանով։ Կին արեգակով պատված, լուսինը ոտքերի տակ, գլխին 12 աստղերի պսակ։ Սա Իսրայելի պատկերն է Հովսեփի երազի հիմքով, որտեղ նա Հակոբին եւ Լիային տեսավ որպես լուսին եւ արև, որոնք երկրպագում էին իրեն եւ իր եղբայրներին որպես աստղեր։ Այնպես, որ սա ուղղակի կապ ունի այդ երազի հետ։ Նա հղի լինելով աղաղակում էր երկնքի ցավերից եւ տառապանքից, որ ծներ։ Եվ երկնքում մի ուրիշ նշան երևաց, ահա մի մեծ հրաշեկ վիշապ, որ 7 գլուխ ուներ եւ 10 եղջյուր եւ նրա գլուխների վրա 7 թագ։ Եվ նրա պոչը քաշում էր երկնքի աստղերի 1/3 մասը եւ երկրի վրա գցում։ Վիշապը կանգնած էր այն կնոջ առաջ, որ պատրաստվում էր ծննդաբերել, որպեսզի երբ ծներ, նրա զավակին կուլ տար։ Այստեղ ուղիղ առճակատում ենք տեսնում Իսրայելի եւ վիշապի, որը սատանան է։ Շատերը հավատում են, որ այդ երեխան Հիսուսն է, բայց ես չեմ կարծում այդպես, որովհետև ժամանակագրությունը չի համապատասխանում ամբողջ պատկերին։
Դուք ձեր եզրակացությունն արեք, եւ նա մի արու զավակ ծնեց, որ բոլոր ազգերին երկաթե գավազանով պիտի հովվի։ Նրա որդին հափշտակվեց Աստծու եւ նրա գահի մոտ։ Սա կարող է վերաբերել Հիսուսին, բայց սա կարող է վերաբերել նաեւ ցանկացած հրյա կառավարչին, ով դրված կլինի նրա կողմից, օրինակ ինչպես տեսնում ենք Եզեկիելի 45-ի 48-ում։ Հիսուսն ավելի վաղ հայտնություն գրքում ասում է, թե նա, ով հաղթի կբաժնեկցի իմ գահին եւ երկաթե գավազանով կհովվի ազգերին։ Հետաքրքիր է տեսնել, որ հազարամյակի ժամանակ Հիսուսը կառավարելու է երկաթե գավազանով։ Այնպես չէ, որ դա սիրառատ եւ քաղցրաբարոր ժամանակ է լինելու, քանի որ կլինեն ազգեր, որոնք կարժանանան երկաթե գավազանին։ Աստված շատ խիստ իշխանություն է գործածելու։ Հիմա 6-րդ համարում ասվում է. «Եվ կինն անապատ փախավ, որտեղ Աստծուց պատրաստված տեղ ուներ, որպեսզի այնտեղ նրան կերակրեն 1260 օր»։ Սա 3 ձևով է նշված. 1260 օր, 42 ամիս և 3.5 տարի։ Իսկ դա ցույց է տալիս, որ աստվածաշնչյան տարին 360 օր է։ Սա է պատճառը, որ չեմ հավատում, թե արու զավակը վերաբերում է Հիսուսին, քանի որ սա վերաբերում է աշխարհի ավարտին։ Եվ դա ներկայացվում է 3 կերպով. 1260 օր, 42 ամիս, 3.5 տարի։ Եթե դուք մաթեմատիկայից լավ եք, ապա կասեք, թե աստվածաշնչյան տարին քանի օր է։ 360 օր։ Դրա համար ես կասկածներ ունեմ 2000 թվականի հետ կապված հաշվարկների վերաբերյալ։ Աստված Գրիգորյան օրացույցով չի հաշվարկում։ Նա ունի իր օրացույցը։ Սա պարզապես ասում եմ, բայց նկատեք, որ այս ժամանակահատվածը տրված է 3 կերպով։ Նույն ժամանակահատվածը ներկայացված է 3 տարբեր կերպերով եւ իմ կարծիքն է, որ այս 3-ն էլ նույն ժամանակահատվածն են նկարագրում։ Եվ սա այն ժամանակահատվածն է, երբ Իսրայելը պաշտպանված է լինելու սատանայի վրեժխնդրությունից։ Հիմա ես պետք է հստակեցնեմ, թե ուր եմ գնում, քանի որ կարող եմ շատ հեռու գնալ։ Անդրադառնանք նույն գլխի 13 և 14 համարներին, որոնք ասում են. «Երբ վիշապը տեսավ, որ երկիր ընկավ, հետապնդեց այն կնոջը, որ արու զավակ ծնեց։ Կնոջը արծվի 2 մեծ թևեր տրվեցին, որպեսզի անապատ թռչի իր տեղը, որտեղ կերակրվում է որոշ ժամանակ, մի ժամանակաշրջան ու կես ժամանակաշրջան օձից հեռու»։ Այսինքն 1 տարի պլյուս 2 տարի պլյուս կես տարի հավասար է 3.5 տարի վիշապի երեսից հեռու։ Հենց սա է պատճառը, որ ես դժվարությամբ եմ ընդունում, թե արու զավակը Հիսուսն է, որովհետև այդ ժամանակ Իսրայելը 3.5 տարի պաշտպանված չեղավ, ընդհակառակը ծանր հալածանքների ենթարկվեց։ Հարցը մնում է. Որ անապատում էր Իսրայելը պահպանվելու։ Իմ իմացածով Աստվածաշունչը ուղիղ չի ասում, բայց անապատի թեման կա վերջին վերականգնման նախօրեին 2 տեղ։ Եվ ես ձեր ուշադրությունն եմ խնդրում սա տեսնելու համար։ Առաջինը Օվսեի մարգարեությունը։ Դուք պետք է իմանաք, թե որտեղ է գտնվում Օվսեի մարգարեությունը։ Օվսեի 2-րդ գլուխ 14-ից 16 խոսքեր։ Այստեղ նկարագրված է Իսրայելը եւ դա շատ հստակ երևում է տեքստից։ Աստված ասում է. «Ուստի ահա ես նրան կհրապուրեմ ու կտանեմ անապատ եւ կխոսեմ նրա սրտի հետ»։
Աստված մի տեղ ունի, որտեղ պատրաստվում է գործ ունենալ և խոսել Իսրայելի մնացորդի սրտի հետ, իսկ նա խոսելու է մխիթարական խոսքեր։ Եվ ես այնտեղից իր այգիներն իրեն կտամ և աքովրից ձորը հույսի դուռ կանեմ։ Այնպես որ Աստված ասում է, որ անապատից քեզ կտանեմ քո ժառանգության վայրը և աքովրից ձորը, որը փորձություն է թարգմանվում և Թել Ավիվի արվարձաններից մեկի անունն է, կդառնա հույսի դուռ։ Եվ նա այնտեղ կպատասխանի իր մանկության օրերի պես և Եգիպտոսի երկրից իր դուրս գալու օրվա պես։ Այստեղ զուգահեռ է անցկացվում Իսրայելի Եգիպտոսից դուրս գալու հետ։ Եվ հետո ասում է այն օրը, ասում է Տերը, ինձ այրս կկոչես և ինձ այլևս բահաղս չես ասի։ Այսինքն Իսրայելը պիտի մտնի Տիրոջ հետ նոր ավելի մտերմիկ հարաբերության մեջ։ Բահաղ նշանակում է տեր և եբրայերեն ամուսին բառն է։ Բայց Աստված ասում է, որ ես այդպես չեմ հաղորդակցվելու Իսրայելի հետ, այլ որպես սիրող ամուսին։ Այնուհետև վերջին համարը։ Մի քիչ էլ համբերատար եղեք։ Եզեկիել 20-րդ գլուխ 32-ից 38 խոսքեր։ Այս ամենը խոսում է, թե Աստված ինչպես է վերաբերվելու Իսրայելին։ Եզեկիել 20:32 Աստված խոսում է հրեաների հետ և ասում. «Եվ այն, ինչ ձեր մտքում է, բնավ չպիտի կատարվի, որ ասում եք ազգերի պես և երկրի ազգատոհմերի պես լինենք»։ Հրեաների այդ ժամանակվան նպատակը մեկ բառով ասած ասիմիլյացիան էր։ Սա հստակ համապատասխանում է այն բանին, ինչ վարչապետ Ռավինն ասել է իր վարչապետության առաջին իսկ օրը։ Մենք մյուս ազգերի պես ենք, եկեք ազատվենք ընտրյալ լինելու մտքից, քանի որ դրա պատճառով մենք 2000 տարուց ավել է ինչ տառապում ենք։ Ես կարող եմ հասկանալ նրա ասածը, բայց Աստված ասում է այդպես չի լինելու։ Եվ ակնհայտորեն այս հատվածը ցույց է տալիս, որ նման վերաբերմունքը հրահրում է Աստծո բարկությունը։ Աստված ասում է այդպես չի լինելու։ Եվ Աստված շարունակում է ասելով. «Կենդանի եմ ես, ասում է Տեր Աստված, և անշուշտ զորավոր ձեռքով, մեկնած բազուկով և հորդող զայրույթով պիտի թագավորեմ ձեզ վրա և ձեզ ժողովուրդներից պիտի հանեմ և ձեզ ժողովեմ երկրներից, ուր ձեզ ցրիվ էի տվել զորավոր ձեռքով, մեկնած բազուկով և հորդող զայրույթով։ Եվ ձեզ ժողովուրդների անապատը պիտի տանեմ և այնտեղ երես առ երես դատ անեմ ձեզ հետ»։ Այսինքն այս վայրում ես երես առ երես աշխատելու եմ քեզ հետ։ Ինչպես որ ձեր հայրերի հետ դատ արեցի Եգիպտոսի երկրի անապատում, նույնպես և դատ պիտի անեմ ձեզ հետ, ասում է Տեր Աստված։ Եզեկիելը նույնպես զուգահեռներ է տանում Իսրայելի Եգիպտոսի երկրից ազատվելու հետ։ Այնուհետև Աստված ասում է. «Ես ձեզ գավազանի տակով պիտի անցկացնեմ և ձեզ պիտի մտցնեմ ուխտի պարտավորության տակ»։ Սա այն պատկերն է, երբ հովիվը գավազանով հաշվում է ոչխարներին և ստուգում է, թե որոնք են իրենը։ Աստված ասում է. «Ես յուրաքանչյուրիդ պիտի ստուգեմ, և միայն նրանք, ովքեր իրականում իմն են, կմտնեն»։ Եվ դրանից հետո Աստված ասում է. «Եվ ձեզ պիտի մտցնեմ ուխտի պարտավորության տակ»։ Մենք միմյանց հետ հարաբերվելու ենք ըստ այդ ուխտի պարտավորության։
Եվ հետո նա մի բան է ասում, որ ես դժվարությամբ եմ մեկնաբանում. Ես ձեզնից պիտի մաքրեմ ապստամբներին և իմ դեմ հանցավոր եղողներին հանեմ իրենց պանդխտության երկրից, բայց Իսրայելի երկիրը չեն մտնելու։ Եվ դուք պիտի իմանաք, որ ես եմ Տերը։ Սա Եզեկիելի արտահայտություններից մեկն է, և դուք պիտի իմանաք, որ ես եմ Տերը։ Այսպիսով, ինչպես ես եմ տեսնում, երբ հակաքրիստոսը փորձի ոչնչացնել բոլոր հրեաներին, Իսրայելի ընտրյալ մնացորդը, որը կհնազանդվի Հիսուսին, պիտի փախչի մի վայր, որը բացահայտված չէ։ Եվ ես իրականում չգիտեմ, թե որն է այդ վայրը։ Անձամբ իմ մեջ կա մի զգացողություն, որ դա կարող է լինել Նեգև անապատը։ Տարիներ առաջ ես Նեգևով անցել եմ և ներսումս ուժեղ զգացողություն կար, այս վայրն ունի մի նպատակ, որը դեռ չի կատարվել։ Բայց սա ընդամենը սուբյեկտիվ զգացում է։ Ինչ էլ լինի, Աստված պիտի վերադարձնի Իսրայելին անապատից ուխտի նոր հարաբերության և վերջապես իրենց երկրի մեջ։ Այսպիսով, ահա և երրորդ ակնարկը։ Եկեք ամփոփենք։ Հրեաներն Աստվածաշնչի յուրաքանչյուր գրքի ավարտին ասում են կեցիր ամուր և քաջ եղիր։ Դուք էլ դրա կարիքը կունենաք, որովհետև հաջորդիվ մնացել է դեռ 5 ակնարկ։ Այսօր նայեցինք 3-ին։ Յուրահատուկ նեղության շրջան, 144 000 երիտասարդ հրեա տղամարդկանց կնքումը որպես Աստծո դեսպաններ, Իսրայելի հավաքական փախուստը անապատ 3.5 տարի պաշտպանություն, Աստծո խոսքի թափանցումը նրանց սրտի մեջ և վերադարձ ուխտի մեջ ու իրենց երկիր Աքորի հովիտը, հույսի դուռը։ Ամեն։